Քսենոփոնի աշխատությունը բացառիկ սկզբնաղբյուր է այդ ժամանակաշրջանի հայոց պատմության ուսումնասիրման համար։ Այն ներկայացնում է ոչ միայն էլիտաների, այսինքն մեր վերնախավի իրավիճակը, սովորաբար սկզբնաղբյուրները առաջին հերթին խոսում են հենց էլիտայի մասին, թագավորներ, ավագանի եւ այլն, այլև այստեղ նա խոսում է բնակչության կենցաղի մասին, սկսած նրանից, թե ինչպիսին էին տները եւ մարդիկ ինչ լեզվով էին խոսում, մինչև այնպիսի հարցեր, թե մարդիկ ինչ զբաղմունք ունեին, եւ նա ապշած է Աթենքից եկած, այսքան այդ ժամանակաշրջանի համաշխարհային մակարդակով մեգապոլիսից եկած քաղաքից այս մարդը ապշած է, թե ինչպիսի պայմաններում են ապրում հայ գյուղացիները։ Իր համար տեսարանը բավականին զարմանալի է։ Նա նաև շատ լավ գիտի, որ Աթենքին մերձակա հատվածներում պահպանվել էր օրինակ ստրկության որոշակի իրավիճակ, այսինքն հասարակական հարաբերություններում օրինակ ստրկությունը մերժելի չէր։ Հայաստանում նա նման բան չի նկարագրում։ Ավելին, այնքան ազատ են գյուղական համայնքում, որ նույնիսկ փաստորեն օտարական զինվորների հետ են շփվում եւ հույն զինվորների մեջ թշնամի չեն տեսնում, անգամ հյուրասիրում են, բերում են հյուրասիրություն են իրականացնում, միայն թե բնականաբար սնվեն եւ հեռանան իրենց բնակավայրից։ Եվ ստացվում է, որ իր ներկայացրածի մեջ հայ գյուղացին այդ ժամանակ սեղանին դնում էր մսամթերքի ահռելի տեսականի, թռչնամսից սկսած մինչև խոշոր եղջերավոր անասուններ եւ հացահատիկի շատ մեծ տեսականի։ Սա խոսում է նստակյաց երկրագործական ավանդույթներ ունեցող հասարակության մասին։ Այսինքն եւս մեկ ապացույց, որ մենք գործ ունենք հայ երկրագործ հասարակության հետ, որին նա անվանապես էլ նշում է իբրև հայ գյուղացիներ եւ իհարկե նաեւ այս ամենը հնագիտական պեղումներից գտնված նյութի հետ եւս նույնական է։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։